Գրական առանձնահատուկ կյանք ու ճակատագիր ունեցող անհատականություն, որը մեծապես տարբերվում է թե Հայաստանի եւ թե արտասահմանյան հայ գրականության ներկայացուցիչներից։ Մեզանում թերևս միակն է, որ մուտք է գործել հայ գրականություն ռուսերեն եւ ֆրանսերեն ստեղծագործելուց հետո։ Նախապես ճանաչվել եւ գնահատվել է օտար շրջանակներում, եւ հայ մշակույթի ասպարեզն է մտել եվրոպական գրականության կարևոր իրադարձությունների բուն հորձանուտից, մեզանից զգալիորեն տարբեր գրական ըմբռնումներով ու չափանիշներով։ Նա եվրոպական գրականության ընթացքը գիտեր ներսից, անմիջաբար, իբրև մասնակից ու գործող անձ, ինչպես իր գրականությունն է վկայում, իրեն զգում էր ոչ միայն հայ, այլև համաշխարհային մշակույթի ներկայացուցիչ։ Իր ըմբռնումով մեր մշակույթը անզատելի մասն է կազմում համաշխարհային մշակույթի, ինչպես որ հայ գրականությունը մասն է համաշխարհային գրականության։ Կողբ հիմնադրամը մեկնարկում է նոր նախագիծ, որը տարբեր կողմերից կներկայացնի ու կբացահայտի Կոստան Զարյանին։ 1894 թվականին Կոստան Զարյանի ավագ եղբայրներից մեկը Լևոն Եղիազարյանցը, որը հետագայում Կոմիտաս վարդապետի աշակերտներից մեկն էր, երաժիշտ, այդ ժամանակ ուսանում էր Փարիզում, երաժշտություն էր սովորում, որոշում է կրտսեր եղբորը տանել Ֆրանսիա կրթության տալու։ Դրա համար վկայական էր պետք։ Եվ դիմում է եկեղեցում։ Եվ եկեղեցին քաղվածք է տալիս Ծխամատյանից, նշելով ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ով է եղել իր կնքահայրը, իհարկե նշված են ծնողների անունները, ազգանունները եւ այլն, ամեն ինչ մանրամասնաբար, եւ դա ժամանակին Արմեն Զարյանը հանձնել էր Անդրանիկ Ծառուկյանին, որը հրատարակել էր 60-ական թվականների վերջերին։ Երբ որ Կանադայից Հայաստան եկավ արխիվի այն մասը, որ գտնվում էր Կանադայում, գրողի Կոստան Զարյանի, այդ թղթերի մեջ կար նաև ծննդյան վկայականի բնագիրը։ Գրական տեղեկատվություն, որքան գիտեմ, տպագրված է փետրվարի 2-ին եւ բոլորը դա կրկնում են։ Որևէ մեկը չի ստուգել, որևէ մեկը չի գնացել այդ հետքերով, իրականում ծնվել է 1885 թվականի փետրվարի 8-ին Շամախիում։ Մայրը Սոնա Ստեփանյանն էր, հայրը Խաչատուր Եղիազարյանցը։ Բայց քանի որ ռուսական բանակի գեներալ էր եւ նշանավոր գեներալ 50 տարի ծառայել էր բանակում, ռուսները Խաչատուրը դարձրել էին Խրիստաֆոր, 19 զավակ ուներ, վերջին երկուսը երիտասարդ կնոջից Կոստանտինը, նա այդ նույն արձանագրությամբ նրա անունը Կոնստանտին է, ինքը հետո համառոտ դարձել է Կոստան, ննել դուրս նետելով եւ Եղիազարյանցից էլ թողել է վերջին մասը, Զարյան։ Եղբայրների մասին մենք շատ բան չգիտենք, մի տեղեկություն կա մամուլում, որ նրա ավագ եղբայրներից մեկը վախճանվել է Թեհրանում 1955 թվականին 117 տարեկան հասակում։ Պատկերացնում եք, եթե հավատանք մամուլի այդ տեղեկությանը, ուրեմն այդ մարդը պետք է ծնված լիներ 1838 թվականին։ Ավագ եղբայրներից մեկը Ալեքսանդրը, ինչքան որ ես գիտեմ, սովորել է Պետերբուրգի համալսարանում մաթեմատիկայի բաժանմունքում, մաթեմատիկայի ֆակուլտետ է սովորել։ Նրա հետագա ճակատագրի մասին մեծ բան հայտնի չէ։ Լևոն Եղիազարյանցի անունը տվեցին, նա Բուխարեստում երաժիշտ էր, հայկական խումբ է կազմել, հայկական ժողովրդական երգեր էին երգում եւ այլն, խմբավար է եղել նաեւ եւ տեղեկություններ կան, ինչ էին երգում, որը որտեղ ինչ համերգ են տվել, այդ մանրամասները ինչ որ չափով հայտնի են։ Երրորդ եղբոր մասին գիտեմ ինչ որ բան, նրա անունը իրենք Սերաֆիոն էին ասում։
եղել է Սրապիոն եւ եղել է ցարական բանակի սպա, երբ որ ինքը մասնակցել է 1905 թվականի դեպքերին, երբ որ Ռուսաստանում հեղափոխություն էր, Կոստան Զարյանն այդ ժամանակ գեներալի որդին հարուստ, մեծահարուստ գեներալի որդի Դենդի հագուկապով Ֆրանսիայից վերադարձած այդ բարքերի մարդ մասնակցում է Թիֆլիսում այդ իրարանցումներին քաղաքական եւ այդ իրարանցումները ճնշող ջոկատի պատժիչ ջոկատի հրամանատարը եղել է եղբայրը եւ վստահեցնում է, որ բռներ ես ոչ մի ներում չէի ունենալու, այսինքն եղել է համոզված զինվորական եւ այդ նույն ցարական բանակի սպա Սրապիոն Եղիազարյանցը 1918 թվականին մասնակցել է կամավոր եկել եւ գնացել է Սարդարապատ, մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, ծանր վիրավորվել է, մահացու բերել են վիրավորին Երևան եւ հայ ֆիլարմոնիայի փոքր դահլիճը դարձրել են լազարետ, վիրավորները բոլորը պարկած էին հատակին, այդտեղ պարկեցնում են նաեւ Սպիրիդոնին, բայց նա չի ապաքինվում, վախճանվում է, նրան թաղում են Երևանի հին գերեզմանոցում եւ երբ 1924 թվականի ամռանը Կոստան Զարյանը ընտանիքով հեռանում է Հայաստանից, նախորդ երեկոյան Ստեփան Զորյանի հետ ազնվական գրող, պատվական գրող, մեր ժողովրդի բացառիկ դեմքերից մեկը, ազնվագույն մարդ, գնում են գերեզմանոց, Կոստան Զարյանը հրաժեշտ է տալիս եղբոր Շիրիմին եւ մյուս օրը մեկնում է Հայաստանից։ Նրան Ֆրանսիայի տարել Լևոն Եղիազարյանցը, նրան տեղավորել են նախ Անյերում, հիմա դա Փարիզի արվարձաններից է։ Այն ժամանակ Փարիզից փոքր հեռավորության վրա գտնվող քաղաք փոքրիկ, գիշերօթիկ դպրոցում։ Բարեբախտաբար Կոստան Զարյանը Արևմուտք վեպում թռուցիկ նկարագրությունը տվել է այդ գիշերօթիկ դպրոցի իր պատմածի համաձայն զազրելի դպրոց է եղել։ Պարոն Փթիի, ինչպես ինքն է կոչում, դպրոցը մասնավոր դպրոց էր, երեխան գիշերօթիկ, ինչ որ մի բան էին տալիս ուտելու, ինչպես որ ինքն է նկարագրում, կարող է շատ հազվադեպ մի նարնջի շերտ տային եւ այլն, եւ Կոստան Զարյանի մեջ մնացել է այդ մերժողական վերաբերմունքը։ Հետո եղբայրը նրան տեղափոխում է Սեն-Ժերմեն-Ան-Լեի լիցեյը, դա էլ Փարիզի մերձակայքի բնակավայրերից էր, հիմա էլի արվարձան, որտեղ պայմանները քիչ ավելի լավ էին, բայց ամենևին ոչ այն կրթական հաստատությունն էր, որ մարդը երանությամբ է հիշում։ Ես երկար ժամանակ, երբ որ պատրաստում էի Կոստան Զարյանի գրքերը հրատարակության, չէի կարողանում հասկանալ, թե ինչու Ֆրանսիայում կրթություն ստացած մարդը, ֆրանսերեն փայլուն տիրապետող մարդը, հետագա կրթություն ստանալու համար, կրթությունը շարունակելու համար գնում է ոչ թե Ֆրանսիա, այլ գնում է Բելգիա։ Անտիպ գրություններից մեկի մեջ պատառիկ տեսա, երբեք սիրած չեմ Փարիզը։ Եվ այդ խոսում է այդ դպրոցների մասին մեծ տարիներ անց, մեծ հակակրանքով։ Գիտեք, մարդը իր մանկությունը որքան էլ դժվար լինի, միշտ հաճույքով է հիշում։ Ինչքան էլ դժվար ապրած օրեր ունենա եւ այլն, իր դպրոցական տարիները որքան պետք է մարդը դառնացած լիներ,
որ տարիներ հետո ահա այդպիսի ցավով եւ դառնությամբ տողեր գրեր իր այդ դպրոցական կյանքի մասին։ Միտեղ ես գրել եմ, բայց նոր էի սկսել ուսումնասիրություններս եւ տպագրվել է, որ չեմ կարող որոշակի ասել ինչու է գնացել Բելգիա։ Հիմա կարող եմ որոշակի ասել, երբեք չի սիրել Փարիզը։ Ինքը գիտի, իհարկե հրաշալի գիտի Փարիզը, Ֆրանսիան, բայց երևի ահա այդ դպրոցական տարիների դառն ապրումները ստիպել են վերապահ լինել Ֆրանսիայի հանդեպ։ Երբ որ նայում ենք Ռուսաստանում 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի քաղաքական շարժումների պատմությունը, հետարքիտ բաներ ենք նկատում։ Ունևոր ծնողների զավակներ տարվում են այդ գաղափարներով, որ կարելի է կյանքը լավ դարձնել բոլորի համար։ Ռուսաստանում գիտեք ինչ ահաբեկչություն կար 1881 թվականից ցարի դեմ կատարված մահափորձից հետո մինչև 1914 թվականը, մինչև առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը Ռուսաստանում ահաբեկիչները իրագործել են 10,000-ից ավելի մահափորձ։ Կալյաևի հայտնի մահափորձը մեծ իշխանին պայթեցնելու, որի հիման վրա կամ այդ նյութի վրա Ալբեր Կամյուն գրել է իր նշանավոր պիեսներից մեկը Արդարամիտները։ Հասկանում եք, նրանց շարքերում շատ մարդիկ կային ազնվականական ծագում ունեցող, ունևոր տների զավակներ, որոնք մղումը թվում էր անանձնական է, իրենք կոպիտ ասած ապահով կյանք ունեին, ունևոր կյանք ունեին, բայց դա իրենց չէր բավարարում։ Հավատում էին, որ այդ եղանակով կարելի է հասնել այն բանին, որ բոլորը լինեն ունևոր, երջանիկ եւ այլն, եւ զինվորագրվեցին այդ գաղափարներին։ Եվ ինքն էլ է տարվում այդ գաղափարներով, այդ մասին գրում է, ասում է, երբ որ ես կարգ նստած թեթևաբարո երկու աղջիկներ կողքս ռումբ էի տեղափոխում, որպեսզի կասկած չառաջանա, էլի հարուստ ընտանիքի զավակը զվարճանում է, մինչդեռ կարգով ռումբ էր տեղափոխում։ Իր կյանքը շատ հետաքրքրական է, դրանից 1 տարի առաջ Փարիզից վերադառնալուց հետո 1904 թվականի սեպտեմբերից Կոստանդինոսյանը դառնում է դերասան։ Մոտ 1 տարի մինչև 5 թվականի մայիսը Հովհաննես Աբելյանի խմբում։ Իդեպ նշանավոր գրող Շիրվանզադեն, Ալեքսանդր Շիրվանզադեն, մեծահռչակ դերասան Հովհաննես Աբելյանը եւ Կոստանդինոսյանը 3 քույրերի զավակներ են։ Ուրեմն Աբելյանի խմբում դառնում է դերասան եւ շրջում են հյուսային Կովկասի քաղաքներում, տարբեր դերեր է խաղում եւ նույնիսկ որոշում է Բաքվում թատերական այսպես շարժում սկսել, խումբ կազմակերպել եւ այլն 1905 թվականի մայիսն է։ Բայց այդ ամռանը թողնում գնում է Թիֆլիս, որտեղ քաղաքական շարժումները որ սկսում են, դա նրան գրավում է, գնում է այդ բոլորին մասնակցելու եւ երբ որ մարում է այդ հոկտեմբերից, երբ որ ցարը մանիֆեստ է հրատարակում հոկտեմբերի 17-ին, ինչ որ արտոնություններ, չգիտես ինչի, վերջում մարում է այդ շարժումը Ռուսաստանում հեղափոխական ալիքը, ինքը գնում է կրթությունը շարունակելու։ Իդեպ իր դերասանական գործունեության մասին մանրամասնաբար լավ հոդված է գրել, թատերագետ ունեինք, լավ գործիչ էր, լավ թատերագետ էր, լավ բանասեր էր, հանգուցյալ Բախտիար Հովակիմյանը, եւ ես դա տպագրեցի, երբ խմբագրում էի գրական թերթը, հենց առաջին համարում դա տպագրեցի։ Շատ հետաքրքրական մանրամասներ կան այնտեղ։ Գնում է ուրեմն եւ ընդունվում է Բելգիայի ազատ համալսարանը, l'Université Libre, գրականություն եւ փիլիսոփայություն է ուսումնասիրում։ Բայց հանգիստ չէր մնում։ Եվ այդ կրթությունն էլ մեր կրթության նման չէր, որ ամեն օր ներկա բացակա անեն, չգիտես ինչ։ Գնում է Շվեյցարիա, Ժնև,
հայ երիտասարդության մի զգալի մաս կար մտավորական, հասարակական, քաղաքական գործիչ, որ այդ ժամանակ Ժնևում էր։ Սիամանթոն, Ակնունին, ուրիշները եւ այլն հայ հեղափոխական դաշնակցության գործիչներ, գրողներ եւ այլն Ժնևում էին։ Գնում է միանալու դրանց։ Իր պատմելով Ժնևում երկու մեծ խումբ կար։ Եվ ոչ միայն հայեր էին այնտեղ, վրացիներ, ռուսներ եւ այլն։ Հեղափոխական գործիչների կենտրոն էր, կարծեք թե, ասում է Պլեխանովը հայերին չէր սիրում։ Գեորգի Վալենտինովիչ Պլեխանով կար, որ ռուսական քաղաքական ասպարեզի մեծագույն դեմքերից մեկն էր, նրա շուրջը հավաքված էին վրացիները։ Հայերը Լենինի շուրջն են հավաքված, այդ թվում նաև ինքը իրեն անձամբ ճանաչում էր Լենինը։ Այդ ժամանակ էլ դա առանձին պատմություն է երկար, իր եւ Լենինի հարաբերությունները, Լենինը երկու նամակ ունի գրված իր մասին, որ հատորներում տպագրված է, այդ ժամանակ էլ Ժնևում ռուսերեն մի ամսագիր էր լույս տեսնում, գրական, հասարակական, քաղաքական, Ռադուգա Ծիածան անունով։ Այդ ամսագրում ինքը տպագրում է բանվորական երգերից խորագրով երկու բանաստեղծություն, ռուսերեն, դրանք իր առաջին հրապարակումներն են, մասնակցում է նրանց ժողովներին, լսում է նրանց եւ այլն, եւ հետո ընկնում է շատ ծանր պատմության մեջ։ Բանն այն է, որ Սիմոն Տեր-Պետրոսյանը, որ առավել հայտնի է Կամո անունով, Թիֆլիսում կողոպտում է դրամ տեղափոխող կառքը, ահաբեկչություն են անում եւ դա դարի ամենամեծ կողոպուտներ եւ այդ դրամը անց են կացնում արտասահման, տրամադրելով բոլշևիկներին։ Բայց այդ դրամները պետք էր փոխանակել։ Ինքը Փարիզում էր այդ ժամանակ։ Նշանավոր բոլշևիկներից մեկը Կրասինը Միխացխակայի հետ գալիս են, իրեն խնդրում են Լենինի անունից, որ հանձն առնի դրամները փոխանակել բանկում։ Իր հետ երկուսն էլ կային։ Մեկը հայ էր, Խոջամիրյան, մյուսը հրեա էր, Սառա Ռավիչ, դրանք կոմունիստներ էին։ Մյունխենում 8 թվականի հունվարի 5-ին իրեն ձերբակալում են։ Պարզում է 500 ռուբլանոցների համարանիշերը ցարական գաղտնի ոստիկանությունը փոխանցել էր եվրոպական բանկերին։ Իրեն ձերբակալում են եւ մինչեւ 9 թվականի հուլիսի 30-ը ինքը մնում է մահապարտների խցում։ Իրեն դատապարտում են մահվան։ Եվ դա իրեն մեծ դաս է լինում հետագա ամբողջ կյանքում ոչ միայն երես թեքելու բոլշևիկներից, այլև նայելու նրանց էության եւ գործունեության խորքը։ Մեծ շարժում է ծավալվում իրեն փրկելու համար։ Երկրորդ ինտերնացիոնալի քարտուղար Կամիլ Հյուսմանսը, համաեվրոպական ճանաչում ունեցող մարդ, նամակներ է գրում գերմանական իշխանությանը։ Իր համալսարանի ռեկտոր Բաբյովը, դուք պատկերացրեք ինչ ուսանող պետք է ինքը լիներ։ Համալսարանի ռեկտորը Բրյուսելից գալիս է Բերլին իր ուսանողին աջակցելու, պաշտպանելու, նրան հանելու համար բանտից։ Կարողանում են այդ մարդիկ երևույթը ներկայացնել իբրև քաղաքական գործողություն, քաղաքական ըմբոստության դրսևորում եւ այդ ձևակերպումը հնարավորություն է տալիս, որ նա անպարտ դուրս գա բանտից։ Բոլորը հրաժարվում են իրենից, մերձավորները, որովհետեւ իրենք գեներալի ընտանիք են, ցարական գեներալի, իսկ հայրը առանձնահատուկ վերաբերմունք էր ստացել ցարական իշխանությունից։ Ցարը նրան նվիրել էր արծաթե թուր, հատուկ նվիրումով եւ ոսկե ժամացույց, որ այդ թուրը իր գլխի վերևը կախված էր։ Գեորգիևյան խաչի 3 աստիճանի ասպետ էր, դա հազվադեպ բան էր ռուսական բանակի պատմության մեջ։ Այդ ընտանիքում եւ այդ միջավայրում մեծացած մարդը գործում է իր դասի դեմ։ Լենինը 75 ֆրանկ փող է տալիս, իսկ ռաթերթի մի հավաքածու եւ այդպես
ազատվում են Կոստանդզարյանից։ Կոստանդզարյանը մեկընդմիշտ խզում է կապերը եւ արդեն գիտի նրանք ով են։ Տեսնում է դրամը ինչի համար են ծախսում, ինչպես են ծախսում, ինչեր են անում եւ այլն, ինչ համայն մարդկության ազատագրություն, ինչ բան, իշխանության ձգտող մարդիկ են, այդպես էլ եղավ։